Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ հարուցված քրեական գործերի եւ դրանց իրավական ու մարդկային կողմերի մասին զրուցելու ենք փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես 2020-ի պատերազմից հետո մի շարք անհետ կորածների եւ զոհվածների հարազատներ հայտնվեցին, ծնողները հատկապես հայտնվեցին իրավական ճնշումների առանցքում, քաղաքական ճնշումների առանցքում եւ դուք երկար ժամանակ հետևում եք այդ գործընթացին։ Ինչ կասեք, ինչու է այդպես։ Ես ոչ միայն հետևում եմ այդ գործընթացին, այլև ներգրաված եմ, որովհետև հանդիսանում եմ զոհված զինծառայողների ծնողների լիազոր ներկայացուցիչներ, իսկ ծնողները տուժող ճանաչված անձինք են։ Մի քայլ հետ գնամ, որպեսզի ավելի պարզ լինի իրավիճակը, այնպես չի, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ծնողները բողոքի ձայն բարձրացրեցին, գործողություններ կատարեցին, այլ այդ գործողությունները սկսվեցին 2022 թվականի ապրիլից հետո։ Ինչու ապրիլից հետո, որովհետև ապրիլի, եթե չեմ սխալվում, 13-ին վարչապետը ազգային ժողովում պատասխանելով լրագրողի հարցին նշեց, որ եթե անգամ մեջբերում կարող եմ անել, ես կարող եի արդյոք կանխել պատերազմը, այո, կարող էի կանխել եւ այդ դեպքում կունենայինք նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի։ Այսինքն ըստ էության վարչապետը ծնողների կարծիքով տվեց խոստովանական ցուցմունք, որ ինքը եւ մեղավոր է եւ պատասխանատու է զոհված հերոսների համար։ Հետեւաբար դրանից հետո ծնողները իրավական բողոք բարձրացրեցին, հանցանքի մասին հաղորդում ներկայացրեցին, որի վերաբերյալ հենց այս պայդրությամբ նախաքննությունը դեռևս շարունակվում է, եւ ծնողները հենց այդ գործով ճանաչված են որպես տուժող։ Այսինքն ծնողների բողոքը ըստ էության քաղաքական չէր, իրավական էր, արտաքնապես միգուցե դա թվա որպես քաղաքական պայքար, քանի որ պահանջում են իշխանափոխություն, վարչապետի հրաժարական, բայց դրա հիմքում ամբողջությամբ իրավական հանգամանքներ են, իրավական բաղադրիչներ են։ Հիմա ինչու սկսվեցին քաղաքական հետապնդումները։ Քաղաքական հետապնդումները ինչու սկսվեցին։ Սկսվեցին, որովհետև բազմիցս ես առիթ ունեցել եմ ասելու, որ իշխանությունը այս դեպքում դիմում է, իդեմս իրավապահ համակարգի դիմում է ծայրահեղ միջոցների, բացառիկ միջոցների։ Մենք օրենքով նորմ ունենք, նվազագույնի նորմ, երբ հնարավոր է իրավաչափ նպատակի հասնել նվազագույն միջոցով, ապա չի կարելի դրան հասնել առավելագույն միջոցով։ Դա վերաբերում է եւ խափանման միջոցներին, եւ անձի նկատմամբ նշանակվող պատժին, եւ այլն։ Հիմա ինչու է դիմում բացառիկ միջոցների, որովհետև ես չեմ վախենում ասել, որ իշխանությունը սարսափում է ծնողների բարձրացրած այս արդարացի բողոքի ձայնից, այս բողոքի ալիքից, որովհետև այլ դեպքերում, տեսեք, օրինակ իշխանությունը իրավապահ համակարգը շատ է ցանկանում այս ծնողների բողոքի ալիքը բերել, համապատասխանեցնել այդ քաղաքական ինչ-որ շարժման, այդ տրամաբանության մեջ դիտարկել, այդ շրջանակների մեջ դնել, բայց դա ամենևին այդպես չէ։ Ինչու է այդպես ուզում անել, որովհետև եթե քաղաքական ինչ-որ շարժման դեպքում, քաղաքական կուսակցության դեպքում հնարավոր է ճնշումներ գործադրել, որովհետև ցանկացած անձ, որը հետապնդում է քաղաքական նպատակներ, ունի նաև խոցելի տեղեր, հա։ Նախկինում հարստություն է ունեցել, նախկինում, չգիտեմ, իշխանության մաս է կազմել կամ չգիտեմ, արատավորված վարքագիծ ունի, այս բոլոր հանգամանքները, այս բոլոր խոցելի այդ բաղադրիչները ծնողների դեպքում չկա, այսինքն իշխանությունը իդեմս իրավապահ համակարգի չունի այն լծակը, որի միջոցով կարող է ազդել ծնողների վրա, հետեւաբար դիմում է ծայրահեղ միջոցների, կրկնում եմ բացառիկ միջոցների, ընդհանուր միջև ծնողներին ազատազրկելը 2022-ի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած բռնությունների գործը փաստացի տեղի չի շարժվում։ Դատախազը կրկին որոշում է կայացրել քրեական հետապնդում չհարուցել բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ։ Ինչ է կանելու։ Անելու ենք այն, ինչ արել ենք արդեն մեկ անգամ եւ ասել ենք հաջողության, բողոքարկելու ենք դատարան եւ կարծում եմ, որ այս անգամ եւս մեր բողոքը կբավարարվի։ Տեսեք, ըստ էության դուք դիմում եք իրավապահ համակարգին, որտեղ մի մասը նաեւ նույն ոստիկաններն են։ Այս դեպքում ինչ է ակնկալում դատախազությունից։ Մեծ հաշվով դատախազությունից որևէ ակնկալիք չունենք, բայց դատախազություն բողոքարկելը դա բողոքարկման առաջին աստիճան է, որը հաղթահարելուց հետո միայն կարող ենք դիմել դատարան, այսինքն մենք սպառում ենք օղակը, որից հետո կարողանանք դիմել դատարան։ Եթե առաջընթաց չգրանցվի այս գործում, ինչ է կանելու, հաջորդ քայլը որն է լինելու։ Դիմելու ենք վերպետական դատականացիաներին, եվրոպական դատարան։ Իսկ ինչպես կբացատրեք անհամաչափությունը, երբ
ծնողների նկատմամբ քրեական գործեր են, մի շարք քրեական գործեր կան, իսկ նրանց նկատմամբ բռնություն կիրառողների նկատմամբ որևէ գործ չի հարուցվում եւ ըստ էության նրանք մնում են անպատիժ։ Ինչու է սա պայմանավորված։ Ես ունեմ այդ հարցի պատասխանը, որովհետեւ իրավապահ համակարգը եւ մասնավորապես ոստիկանությունը այսօր իշխանության ամենաառանցքային հենարանն է, պլացդարմն է եւ իշխանությունը այսօր ամեն ինչ անում է ոստիկանությանը փայփայելու համար, անգամ դիմում է ծայրահեղ քայլերի, անգամ չի նկատում նրանց կողմից կատարված առերևույթ հանցանքները, որովհետեւ որևէ անձի նկատմամբ խոշտանգման գործով կամ պաշտոնական պարտականությունների վերազանցման գործով քրեական հետապնդում իրականացնելու դեպքում այդ շղթան տարածվել է ոստիկանության համակարգում եւ կարծում եմ սա հիմք է հանդիսանալու, որպեսզի հետագայում ոստիկանները զերծ մնան այդ գործողություններից, ինչ ամենևին պետք չէ այսօր ոստիկանության ղեկավարությանը կամ իշխանությանը։ Եթե հարցի հուզական կողմը մի պահ անտեսենք, ծնողները իրավունք ունեն իշխանության ներկայացուցիչներին արգելել նրանց մուտքը Պանթեոն, որը հանրային տարածք է ըստ էության, մասնավոր անձնական տարածք չէ։ Այդ հարցի պատասխանները տվել են մեր դատարանները եւ հակակոռուպցիոն դատարանը, առաջին ատյանի հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը եւ վարչական դատարանները։ Ինչի մասին է խոսքը։ Որպեսզի գնահատենք ծնողների գործողությունները ոչ իրավաչափ եւ միաժամանակ ոստիկանների գործողությունները իրավաչափ, պետք է խոսենք 3 բաղադրիչի մասին։ Առաջին, ձեր հենց ասած հարցի պատասխանը, ծնողները իրավունք ունեին այդտեղ գտնվեին, իրավունք ունեին անելու բողոքի գործողություններ, բողոքի ակցիա, իրավունք ունեին թույլ չտալու պաշտոնատար անձանց մուտքը եռաբելուր զինվորական Պանթեոն, սա առաջի բաղադրիչն է։ Երկրորդ բաղադրիչը, եթե ծնողները կատարել են այս ոչ իրավաչափ գործողությունները, ոստիկանության արձագանքը եղել է արդյոք adekvat, իսկ ոստիկանության արձագանքը adekvat է այն դեպքում, երբ ոստիկանները 2 անգամ բարձրախոսով պետք է տային այդ բողոքի ակցիան դադարեցնելու հրաման, հրահանգ, տային պատշաճ եւ բավարար ժամանակ, եւ երբ ծնողները չենթարկվեին այդ հրամանին, սրանից արդեն բխեր երրորդ իրավական բաղադրիչը բերման ենթարկեին ծնողներին։ Հիմա տեսեք, առաջի բաղադրիչի վերաբերյալ դատարանները տվել են գնահատական, որ ծնողների բոլոր գործողությունները հանդիսացել են իրավաչափ։ 20 դատական ակտ ունենք մենք, մոտ 2 տասնյակ, չասեմ 20, միգուցե 22, միգուցե 23, չեմ հիշում այս բանը հստակ, եւ տարբեր դատավորների կողմից, որոնք բոլորը ասում են, որ ծնողների գործողությունները իրավաչափ են հանդիսացել։ Ունենք նաեւ նշեցի հակակոռուպցիոն դատարանների համապատասխան որոշումներ։ Տեսեք, այս իրադրությունը, որը տեղի ունեցել, դեռևս որևէ գործողություն սկսված չէր։ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին դեռևս որևէ գործողություն սկսված չէր։ Ծնողները պարզապես հայտարարել էին, որ ունեն այդպիսի նպատակ, ունեն այդպիսի մտադրություն, բայց որևէ գործողություն այդ պահին դեռևս ձեռնարկված չէր։ Ծնողները պարզապես կանգնած էին այդ եռաբելուր զինվորական Պանթեոնի այդ առաջի մասի հարթակում, առավոտյան ժամը 6-7-ի սահմաններում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մի քանի աշխատակիցներ միանգամից գալիս են այդտեղ եւ առանց որևէ բան ասելու միանգամից ծնողներին բերման են ենթարկում հարկադրաբար։ Ընդ որում, տեսեք, այդ հարկադրաբար բերման ենթարկելու ընթացքում ծնողների մեծ մասը ստանում է ֆիզիկական տարբեր վնասվածքներ եւ որից 5-ը նաեւ արձանագրվում է մեր կողմից կատարված ճիշտ գործողությունների արդյունքում, ինչու, որովհետեւ իմ հորդորով ծնողները անմիջապես գնացին հիվանդանոց, արձանագրեցին իրենց մարմնական վնասվածքները, որովհետեւ դատական պրակտիկան ցույց է տալիս, եթե մենք այդ գործողությունները չձեռնարկենք, դատաբժշկական փորձաքննությունները շատ ուշ էին նշանակվելու եւ մարմնական վնասվածքները անհետանալու էին։ Այսինքն վարույթն իրականացնող մարմինը արդեն ստիպված եղավ ընդունելու, որ իրականում ծնողները այդ ժամանակ, ընդ որում բոլորը մայրեր, կանայք, ստացել էին մարմնական վնասվածքներ։ Տեսեք, մենք ունենք մեր իրավական վեճը ինչու՞մ էր կայանում։ Մեր իրավական վեճի առարկան հետեւյալն էր։ Ոստիկանները տվել են արդյոք այդ հրահանգը, այդ հրամանը, եւ եթե տվել են արդյոք բավարար ժամանակ, որպեսզի ծնողները այդ հրամանին եւ հրահանգին ենթարկվեն։ Ունեինք բազմաթիվ ոստիկաններից, նշում եմ մի քանի 100 ոստիկաներից, ընդամենը 2 ոստիկան, որոնք ասում էին, որ իրենք այդպիսի հրահանգ լսել են վերադասի կողմից եւ գործել են այդ հրահանգին համապատասխան, բայց հետագայում ծնողների հետ առերեսման ընթացքում անգամ այդ 2 ոստիկանները հերքեցին իրենց ցուցմունքները, որ այդպիսի հրահանգ են լսել։ Պատկերացրեք, մի քանի 100 ոստիկանից։ Ի հակառակ սրան, թողնենք մի կողմից ծնողների ցուցմունքները, մենք ունենք նաեւ բարձր հավաստիության ապացույցներ,
Տեսագրություններ կան ամեն դեպքում։ Այո, տեսագրություններն են, որոնք դատավարության ընթացքում համարվում են բարձր հավաստության ապացույցներ։ Այդ բարձր հավաստության ապացույցներով եւս հիմնավորվում էր, որ ծնողները որևէ գործողություն, ոչ իրավաչափ գործողություն մինչև չէին անում, ոստիկանները որևէ հրաման հրահանգ չէին տալիս, ժամանակ չէին տալիս եւ միանգամից հարկադրաբար բերման են ենթարկել։ Տեսեք, այս ամեն ինչը գնահատեցին դատարանները, որից հետո ըստ դատարանների որոշման տրամաբանության հաջորդ դատավարական քայլը պետք է հանդիսանար ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցելը։ Որովհետև եթե մենք փաստում ենք արդեն, որ ոստիկանի գործողությունը ոչ իրավաչափ է, մյուս քայլը դա է։ Բայց 1 տարուց ավելի քննություն իրականացվեց, ընդ որում հարցաքննվեցին նորից այդ նույն երկու ոստիկանները, որոնք կրկին ասեցին, որ իրենք այս հրամանը հրահանգը լսել են եւ գործել են ի կատարումն այդ հրամանի հրահանգի եւ վարույթն իրականացնող մարմինը հիմնվելով այս երկու անձանց ցուցմունքների վրա, անտեսելով դատարանների բոլոր որոշումները, անտեսելով բոլոր տեսագրությունները, տեսանյութերը, ծնողների ցուցմունքները, անգամ հարցաքննվել էին լրագրողներ, օպերատորներ, կողմնակի անձինք, այդ ամեն ինչը անտեսելով կրկին որոշում կայացրեց, որպեսզի հանրային քրեական հետապնդում չիրականացվի։ Տեսեք, բռնություն կիրառած ոստիկանների ինքնությունը հայտնի է, պարզ է, ովքեր են։ Որտեվ կադրերում հստակ երևում է, թե ովքեր են։ Շատ դատարանը դա ֆիքսել է։ Շատ դժվարությամբ վարույթ իրականացնող մարմինը մեր բազմաթիվ միջնորդություններից հետո ի վերջո նույնականացրեց ոստիկաններին, թե ովքեր են բռնություն գործադրած ոստիկանները, այո, այդ ոստիկանների եւ ծնողների միջև ի վերջո կատարվեցին առերեսումներ եւ շատ ոստիկաններ կրկնում եմ, որ առերեսման ընթացքում անգամ չէին կարողանում ծնողների դեմքին նայել, աչքերին նայել եւ այն ինչ որ տվել էին իրենց ցուցմունքներում շատ հանգամանքներ հերքեցին։ Այդ դեպքում ինչու մինչև հիմա նրանք անպատիժ են մնացել։ Ոչինչ չի եղել, որովհետև կրկնում եմ, այսօր իշխանությանը ձեռնտու չէ ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնել, որովհետև դա կբերի նրան, որ ոստիկանները այսուհետ նմանատիպ հրամաններ կամ հրահանգներ չեն կատարի։ Ես գործը շատ ծավալ ունի, ես չեմ ուզում շատ հանգամանքներ այս բանին ներկայացնել, որովհետև մի քանի ժամը չի բավականացնի, բայց օրինակ մի այսպիսի բան նշեմ, տեսեք, երբ ոստիկանները տեղաբաշխվել են Եռաբլուր զինվորական պանթեոնում, դրանք տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ են, հա, ժողովրդի ասած կարմիր բերետներ, սև բերետներ, չգիտեմ, տարբեր ստորաբաժանումներից, որpիսի իրենց կոնկրետ վայրից, տեղաբաշխման վայրից, դիսլոկացիայից իրենք տեղափոխվեն մեկ այլ վայր իրականացնեն ծառայություն, անհրաժեշտ է գրավոր հրաման, որ իրենք իրենց մշտական տեղակայման վայրը թողնում են, տեղաբաշխվում են այլ վայրում եւ այդ վայրում պետք է իրականացնեն ծառայություն։ Տեսեք, ոստիկաններին կոնկրետ Եռաբլուր զինվորական պանթեոն տեղափոխելու վերաբերյալ գրավոր հրաման կամ հրահանգ չկա։ Մենք կատարել ենք հարցում եւ ստացել ենք պատասխան, որ այդպիսի հրաման կամ հրահանգ չկա։ Հիմա անգամ թողնենք այս հետագա բոլոր գործողությունները, եթե ոստիկանները այդտեղ տեղաբաշխվել են առանց գրավոր հրամանի, հետեւաբար իրենք Եռաբլուր զինվորական պանթեոնում լիազորված չեն եղել որևէ գործողություն կատարելու։ Կրկնում եմ, որևէ, որովհետև իրենց գործողությունները նախ իրավունք չունեն տեղաբաշխվելու, բայց անգամ եթե տեղաբաշխվում են, ասում որևէ գործողություն կատարելու իրավունք չունեն։ Ինչ պետք է անեին, այդ հարցի պատասխանը չգիտեմ։ Գնային կանգնեին ծնողների կողքը, օրինակ, չգիտեմ ինչ պետք է անեին։ Բայց որ ոչ միայն որևէ գործողություն իրավունք չունեին անելու, դրանից զատ իրենք ոչ իրավաչափ գործողություններ են կատարում, ես կարծում եմ, որ քննարկելի չի անգամ, որ հանցակազմը առկա է նրանց գործողություններում։ Դուք նշեցիք, որ իշխանությունը վախ է ապրում այս մի խումբ ծնողներից եւ ուզում եմ հասկանալ ինչու եք կարծում, որ ворթեգորիչ ծնողները կամ անհետ կորածների հարազատները կարող են վտանգ ներկայացնել իշխանությանը։ Որովհետեւ արդեն նշեցի, նրանց բողոքի հիմքում դրված է իրավական հանգամանքը, իրավական բաղադրիչները։ Տեսեք, իշխանափոխությունը ածանցյալ պահանջ է, որովհետեւ նրանց հիմնական իրավական պահանջը Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելն է։ Մենք ես մեր հարցազրույցի սկզբում ասացի, որ այդ դեպքով նախաքննությունը մինչև այս պահը շարունակվում է։ Մինչև այս պահը, այսինքն, եթե մեր իրավական պահանջը, ծնողների իրավական պահանջը ոչ իրավաչափ լիներ, վաղուց արդեն այդ գործով նախաքննության ավարտի վերաբերյալ որոշում էր կայացվել։ Հիմա դուք կասեք, տեսեք, վարչապետն է, եթե ուզային կանեին, չէ, եթե ուզային չէին կարող անել, որովհետև այն փաստերը, որոնք որ նշել ենք մենք հանցանքի մասին մեր հաղորդման, ակնառու են,
Ասում եմ, վարչապետը այդ մասով անգամ խոստովանական ցուցմունք է տվել։ Հետևաբար շատ վառ երևակայություն պետք է ունենաս, իրականությունից կտրված երևակայություն, որ այդ գործը որևէ այլ որոշում կայացնես։ Միակ բանը, որ այսօր իրավապահամակարգը անում է, այդ գործը սառեցնելն է, քննացնելն է, չգիտեմ, միջև որ ժամանակահատված։ Եթե հիմա ձեզ լսում են իշխանության ներկայացուցիչները, իրավապահամակարգի ղեկավարները, ինչ հորդոր կոչ ունեք նրանց։ Հորդոր կոչ հետևյալն է, որ ես իմ անձնական շփումների ընթացքում քննչական գործողությունների ժամանակ ոստիկանների հետ հասկացա, որ միգուցե ոստիկաններին նաև թյուր տեղեկատվություն է տրվել կամ այդ տեղեկատվությունը ոստիկանները չգիտեն, որ խոշտանգումների գործերով եւ պաշտոնական լիազորությունների վերազանցման գործերով վաղեմության ժամկետ գոյություն չունի։ Կանցնի 10 տարի, 15 տարի, 20 տարի ցանկացած ոստիկան, իրավապահամակարգի ցանկացած ներկայացուցիչ իր կատարած ենթադրյալ հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու է։ Ես կուզեմ, որ մեր բոլոր ոստիկանները սա լսեն։ Սա եմ հորդորը։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ։ Ցտեսություն։